Բարեկամներ Արարատյան Խոհանոցն է եթերում, բարև ձեզ, շատ շնորհակալ եմ, որ հետևում եք մեր հաղորդումներին։ Մենք շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ, որոնք վստահաբար կհետաքրքրեն ձեզ եւ մանավանդ այն հանգամանքը, որ մենք ներկայացնում ենք Խորովածի համահայկական 6-րդ փառատոնի դափնեկիրներին, այսինքն իրենց մտահղացումը պիտի ներկայացնենք, կարծում եմ ել ավելի կհետաքրքրի ձեզ, թե ինչ պատրաստեցին, ինչ մտահղացումներ առաջադրեցին եւ այլն։ Եվ այսօր իմ հյուրի հետ մենք հենց ցույց կտանք այն խորովածներից մեկը, որը պատրաստել էինք Խորովածի փառատոնին։ Եվ այսպես բարեկամներ, իմ հյուրն է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության ակտիվ անդամ Հրաչ Թորոսյանը։ Ողջույն Հրաչ։ Ողջույն, ինչպես ես։ Շնորհակալություն։ Նաև պիտի նշեմ, որ Հրաչը դափնեկիր է այդ առաջնության, փառատոնի եւ այս գեղեցիկ մրցանակը, որ նա ստացավ, հենց այդպես էլ կոչվում է Խորովածի փառատոն Ախտալա 2014 թվական մոդեռն խորոված, այսինքն նորարարություն։ Հրաչ ջան, ես այստեղ տեսնում եմ տարբեր մրգեր, այս բոլորը պիտի օգտագործենք։ Բոլորը օգտագործում ենք։ Նարինջ եմ տեսնում։ Լցոնի մեջ։ Դեղց, խնձոր, թուրինջ եւ թուրինջ։ Եվ թարմ մոշ։ Եվ չհասունացած խակ մոշ, որը մենք գիտենք շատ օգտակար է։ Շատ օգտակար է։ Ցավոք սրտի շատ չենք օգտագործում։ Այ մեր հերոսատողներին մենք խորհուրդ կտանք օգտագործել։ Եվ բարեկամներ, եթե դուք հիշում եք, եթե ուշադիր եք հետևում մեր հաղորդումներին, առավոտյան ես ձեզ արդեն խորհուրդ եմ տվել, որ շատ օգտագործեք մոշ եւ այնտեղ մենք բացատրել ենք, թե ինչու համար հատկապես մոշ։ Գնացինք։ Եվ այսպես կտրատում ենք մրգերը, պարոն Մամուլյան, խնդրում եմ կտրատեք, մինչ այդ կտրատենք։ Պատրաստում եմ հավի կրսկամիսը, կներեք։ Հավի կրսկամիսին անհրաժեշտ է աղ։ Այո։ Ես ուզում եմ կարմիր պղպեղ իմանալ եւ նաեւ մեր հերոստատիտողներին փոխանցել այս խորովածը հատկապես արժանացավ այցելուների գնահատականին, այս գովասանքին։ Այո։ Ես էլ նույնպես արժանացել է գովասանքի գնահատման, ասեմ որ նման բան, ասենք առաջին անգամ եմ պատրաստում, էլի իմ մտահղացումն է, բայց փորձ առաջի անգամ է։ Փորձ առաջի անգամ է, այո, եւ հյուրերը եւ ժյուրին հավանություն էին տվել, որովհետեւ ինքը պատրաստվում է թարմ մրգերով, լցոնված։ Կտրատում ենք մաքրված թուրինջը։ Միշտ դուք կտրատում եք, ես ավելացնում եմ զեյթունի ձեթ, մի փոքր։ Ես ուզում եմ դու տեսնես մեծությունը, խոշորությունը, այսպես լավ է։ Մի քիչ մանր, քառակուսի կուբիկներ, եթե կարելի է։ Քառակուսի խորանարդիկներ։ Ես այս ընթացքում բացում եմ հավի կրսկամիսը։ Գրպանիկներ, այո։ Որպեսզի թարմ միրգը լցնենք մեջը։ Թուրինջ, նարինջ։ Լավ համադրություն է կարծում, այստեղ հավասարակ շրված է քաղցրը թթվի հետ։ Այո։ Գրպանիկ ես բացում զգուշությամբ, մինչև վերջ, չէ՞։ Գրպանիկ, այո։ Ահա, պատրաստ է գրպանիկները։ Հրաչ ջան, ես ուղղակի այդպես մեր հերոստատիտողների կամ այցելուների կողմից նշեմ։ Բնականաբար այս խորովածը ամեն անգամ չես կարող ճաշակել։ Բայց փորձի համար այդպես fusion ոչ որ ասում են, նորարարություն կարելի է, չէ՞, փորձել մի 1-2 անգամ։ Խնձորը նույնպես մաքրենք։ Ես մինչ այդ կտրատեմ խակ մոշը,
Այո։ Ամենուր կարելի է գտնել այս վայրի պտուղը, նո ամենուր չասեմ, բայց շատ կարող ենք գտնել։ Շատ ժամանակ մենք տեսնում ենք ճամփեզրերին կամ ընդհանրապես այդ մոշի թփերի վրա այսպես լքված այս խակ մոշերը։ Խակ, այո։ Բնականաբար մենք գիտենք թարմոշի օգտակարությունը, բայց եկ եւ տես, արի ու տես, որ խագմոշի մեջ էլ վիտամինները, որով նա հարուստ է, շատ լավ պահպանված են եւ կարելի է եւ որպես համեմունք, եւ որպես ուտեստին լրացուցիչ համադրիչ միշտ կարելի է օգտագործել։ Ինչու՞ չենք մենք ուշադրություն դարձնում մեր հիասքանչ բնության բարիքներին։ Դեղց։ Դեղց։ Եվ այս ամենը կտրածված վիճակում խառնում ենք ընդհանուր եւ լցոնում ենք պարկի մեջ։ Գրպանիկի մեջ, չէ՞։ Գրպանիկի մեջ, այո։ Եվ այստեղ գուշակություն չասեմ, բայց գոնե կռահենք, թե ինչն է գերիշխելու, ինչի համն է այս կամ այն չափով գերիշխելու։ Ինքը համերը ասեն, որ նախ համապատասխանում են ամբողջը իրար եւ ինքը լցոնելուց հետո խորովելուց շատ յուրահատուկ համային համադրություն է տալիս։ Ու նաեւ ասեմ, որ շատ հետաքրքիր համ ունի վերջում։ Ես գիտեմ, որ այն ամենը ինչ ասում ես, դու ասում ես նաև փոխանցում ես մեզ քո այցելուների, այն մարդկանց, ովքեր քո տաղավարից օգտվել են, նրանց կարծիքները։ Այո, նրանց կարծիքները։ Շատ լավ։ Խառնանք հիմա։ Նորից ինչ խառնում եմ, կրկնենք, որ մեր հեռուստադիտողները լավ պատկերացնեն, թե ինչ խառնեցինք։ Օգտագործեցինք նարինջ, թուրինջ, դեղց, խնձորն էլ այդպես թարմ, շատ թարմ վիճակում երիտասարդ այդպես խնձոր եւ չհասունացած մոշ, խակ մոշ կամ կարող ենք նրան կոչել կարմիր մոշ։ Այո։ Ահա, խնդրեմ։ Պատրաստ է հիմա մենք լցոնում ենք մեր խառնուրդը։ Ես կարծում եմ մեր այս հաղորդումը դիտելիս կգտնվեն մարդիկ, ովքեր այս խորովածը ճաշակել են նաև Ախթալայի փառատոնի ժամանակ։ Այո։ Չնայած որ մենք խոսք ենք տվել եւ կարծում եմ մոտակա ժամանակներս կիրականացնենք այդ խոստումը, որ նորից թողարկենք, տպագրենք մի գիրք խորովածի հավելված, այդպես խորովածի տեսականի։ Եվ այնտեղ անպայման կգտնեք այն բոլոր խորովածի տեսակները, որոնք որ պատրաստվել են խորովածի փառատոնի ժամանակ։ Ամրացնում ենք ևս երկրորդը։ Պատրաստ է մեր լցոնված հավի կրսկանիսը թարմ մրգերով։ Այո։ Խփում ենք իրան։ Նորից պիտի հիշեցնենք, որ շիշը պիտի բարակ լինի շատ։ Եվ ինչպես նախատեսել ենք միշտ հավի կրսկանիսի համար, մարմատ կրակի վրա 8-ից 12 րոպե ժամանակ։ Այո։ Եվ թարմ կմատուցենք, արդեն կարծում եմ այդ 8-ից 12 րոպեն կսպասենք մենք անհամբերությամբ եւ կտեսնենք թե ուտեստը ինչ տեսք է ունենում վերջնական իր պատրաստ լինելուց հետո։ Կսպասենք այդ օրը։ Հրաչյան պատրաստ է արդեն խորովածը։ Պատրաստ է մեր խորովածը։ Հիմա ես հանում եմ շամփուրի վրայից։ Ուղղակի կտրում եմ շեղակի, որպեսզի պարզ լինի
միջի լցոնված Պարունակությունը։ Պարունակությունը դնում ենք մի փոքր ձևավորում կանաչիներով Օй, բուրմունք։ եւ պատրաստ է մեր հավիկը սկամես լցոնված մրգերով Այսպես արդեն պատրաստ է։ Բարեկամներ նորից հիշեցնենք, մենք հավի կրսկամիսը համեմեցինք աղով պղպեղով, բայց լցոնեցինք նաև նարինջ, թուրինջ, դեղց, խնձոր եւ խակ մոշ, ուղղակի առանց համեմելու։ Առանց համեմելու։ Ներսում մենք պիտի ստանայինք հավասարակշռված թթվի եւ քաղցրի համադրություն եւ բնականաբար այս խորովածը ամեն անգամ մենք չենք կարող ճաշակել, բայց փորձել այնուամենայնիվ արժե։ Հրաչ ջան, խնդրեմ դու ինչ ցանկություն ունես հայտնելու մեր հերոստատիտողներին։ Ցանկություն կհայտնեմ փորձեն թարմ մրգերով լցոնված հավի կրսկամիսը, ինքը ասեմ, որ շատ ասենք գումար պետք չի իրան, որ շատ ծախսեն, այո։ Թարմ մրգերից ուղղակի քաղում են իրենց այգիներից եւ լցոնում են հավի կրսկամիսի մեջ։ Եվ լցոնում են եւ զարմացնում են։ Եվ զարմացնում են իրենց հյուրերին։ Լավ, բարեկամներ, մերթ կարելի է զարմացնել մեր հյուրերին եւ անսանք մեր հրաչայի խորհուրդներին, բայց նաեւ ձեր անունից եւս մեկ անգամ պիտի շնորհակալություն հայտնեմ հրաչային, որ ինքը մեզ նույնպես մերթ զարմացնում է։ Շնորհակալություն հրաչ։ Շնորհակալություն։ Բարեկամներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Հավատացեք, որ մենք ուզում ենք մեր աշխատանքով նպաստել, որ դուք լինեք ել ավելի առողջ ու երջանիկ։ Տարին եւ հետ այսու ընդհանրապես մեզ շատ հարկավոր են հաղթանակներ։ Իսկ հաղթելու համար բարեկամներ հարկավոր է, որ մենք լինենք միասնական։ Մենք լինենք միակամ եւ բարով լցնենք մեկս մյուսի նկատմամբ։ Հաղթանակը մերն է լինելու, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Հավի մրգային պարկ, հավի կրծքամիս 150 գրամ, թարմ մրգեր 50 գրամ, արևածաղկի ձետ 10 գրամ, աղ, սև կարմիր պղպեղ, համեմունք, բարեխորշակ։